Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Star News-ը հետևել էր խոստովանություն հաղորդաշարի հերթական եթերներից մեկին, որին հյուրընկալվել էր երգիչ, դերասան, շոումեն, հաղորդավար Ավո Ադամյանը։ Հաղորդավարի ընտանիքում երաժիշտ ու բեմին մոտ կանգնած մարդիկ ունեցել են արդյոք հարցին, Ավոն անկեղծ ու հուզիչ պատասխան է տվել։ Պրոֆեսիոնալ երաժիշտ չէ, բայց գեներս եկել է երկու տատիկներիցս։ Մորական տատիկս մեծ ավանդ ունի երգի մեջ, իրենից շատ եմ սովորել։ Տատիկս մինչև վերջին շունչը մահանալուց մի քանի րոպե առաջ ինձ հետ երգել է մաքուր։ Առանց որևէ ֆալշ նոտայի, առանց բառեր խախտելու։ Հատկանշական է նաև նշել, որ երգչի անվան ընտրությունը կատարել է հորական տատիկը։ Այս մասին խոսելով Ավո Ադամյանն անկեղծացել է։ Ռոզա տատիկս, որին մինչև հիմա ես սիրում եմ բոլորից շատ, տատիս ծոցն եմ մեծացել, մինչև հիմա իրա հոտը հիշում եմ։ Ես երեխա էի, մահացավ, պապիկիս աղբերը անժառանգ է եղել, տատիս ասել է հենց մեծ տղայիս տղա ծնվեց, պիտի տեքորս անունը դնեմ, Ավետիք։ Հաղորդման ընթացքում Ավոն մի հուզիչ պատմություն պատմեց։ Եղավ մի ընթացք, որ ընկեր Գայանեն նենց էր արել, որ մի քանի հոգի կային, վարձ չէին վերցնում։ Ես այդ պատմությունը հիմա պատմում եմ, բայց ես իմ հորն ու մոր ցավը տանեմ, նենց չի իրանք ինձ ինչ-որ բանից զրկել են։ Ուղղակի շատ բան էր փոխվում։ Ես դրանից մեռնում էի, ճիշտ եմ ասում։ Մաման ինձ լուրջ պատիժ ա արել։ Գումար էին տվել պապաս մամաս դասի գնալու, ճանապարհածախսի, ընկերներով սիգարետ, սնիկերս, բաունտի էինք առնում, իջնում էինք ձոր ծխում։ Ցայվում մեր համար ու ես դասի չէի գնում։ Մաման ասեց գնա նստի տես քո երգերը ոնց ա ուրիշը երգում։ Էդ աշխարհի ամենամեծ պատիժն էր։ Ես լացելով նստել նայել եմ։ Հաղորդման ֆորմատից ելնելով հյուրը պետք է պատասխանի ավանդական մի հարցի, որն է Ավո Ադամյանի կարոտի անունը։ Կարինկա, չեք պատկերացնի ինչ կարոտ ա, աղբորս Միչնեկ աղջիկն ա։ Միացյալ Նահանգներում ա ծնվել, ես իրենց համար գնում գալիս եմ, իմ աշխատանքից ելնելով նաև։ Կարինկային որ տեսնում եմ, մտածում եմ լուրջ մեղք եմ գործում։ Կարոտս էդ երեխեն ա, կողքս էլ որ լինում ա, կարոտում եմ։ Նշենք, որ երգիչը հյուրընկալվել էր նաև Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարին, որտեղ էլ խոսելով նոր իրականության, տեխնոլոգիաների և վիրտուալ իրականության մասին նա պատմել է. Հիմա օնլայն տղա երեխեքն իրար հետ կռիվ են անում, ես դրա ականատեսը եղել եմ։ Դա եղել ա մի անգամ ու չի կրկնվել, իմ տղաները մեծ են արդեն ու կինս թվերի նման հետևում ա իրենց։ Թեմա ա եղել, իրար հեռախոսով հայհոյել են, երկու տղաս տուն չեն եկել գիշերը մինչև իրենց հարցերը չեն լուծել։ Հասկացել են, որ օնլայն հիմար բաները կյանքի հարցեր չեն կարա լուծեն։ Զրույցի ընթացքում, երբ խոսք եղավ հորեղբոր կորստի մասին, Ավոն նշեց. Չէի ուզում դրա մասին խոսել, փետրվարի 11-ին հոպարիս ծնունդն էր։ Հասել եմ շիրմաքարի մոտ, ասել եմ բարև հոպար ու իրա համար երգել։ Հետո եմ ես ինձ կողքից տեսել։ Սխալների և թերանալու մասին խոսելով Ավո Ադամյանը նշել է. Ես մի տեղ հայելի ունեմ։ Ես եմ իմ ձեռքով աղբորս հետ պատրաստել։ Օրեր եղել են, որ ամաչել եմ նայել այդ հայլու մեջ, կամ նայել, ասել եմ ամոթ քեզ, ապտակներ են մեզ պետք արթուն մնալու համար։ Ավո Ադամյանն ունի ամուր ու գեղեցիկ ընտանիք, ինչպես է սերը դիմակայել։ Մոտենում ենք 2 տասնյակի, ընտանիքը շատ կարևոր բան ա։ Ես բնավորությամբ շատ բարդ եմ, որ Նարինեն հլա դիմանում ա, լավ ա։ Սիրել ենք իրար, սիրելով ամուսնացել ենք, հարսանիք չենք արել։ Դժվարություններ եղել են, միշտ էլ լինելու են, չենք վախենում։ Մենք սիրում ենք վազել հեշտին։ Ամուսնանալը հեշտ ա, պահելն ա դժվար։ Զրույցի վերջում խոսք եղավ նաև Տաթևիկ Ադումյանի հետ կապված քննարկումների մասին։ Շատ կարևոր մարդ ա իմ կյանքում տաղանդավոր դերասանուհի Տաթևիկ Ադումյանը։ Հիմա որ չեն քննարկում, արդեն մի տեսակ չի դզում, արդեն սովորել եմ։ Իմ ու Տաթևի հարցն էնպես էր, որ շատ երկար մնացինք բոլորի տեսադաշտում ու իսկական սեր ենք խաղացել։ Star News-ը սիրով Ավո Ադամյանի հարցազրույցներից առանձնացրել էր այսքանը։ Այժմ առաջարկում ենք դիտել նրա սոցիալական հարթակների ցոլովակներ առանց մեկնաբանության։ Օհո։
Շուտ եմ ասել պատիկոմն եմ։ Ես պատիկոմ։ Պատիկոմն ես եմ ապեսը։ Չինգը չունգ։ Չինգը չունգնաս։ Այլ արա դու ես։ Գեր Դուրգարյան։ Շատ գաղտնիքներ մի բացի, բայց ասա որ լավ են։ Շատ լավ է։ Մի արա, վախում եմ Սամայլը դուքի։ Այդպես բաներ ես անում որ չի լինում։ Գերը որա կյանքը։ Կներես ինչ գործի ես այսօր։ Աշխատանքի, այսինքն պրոֆիլդ փոխել ես էլի, երկիչից անցար հաղորդավարի, հանդիսավար, դերասան, հիմա վարորդ։ Մարդը հացա դուրս։ Տարասիկը տարասիկը չեմ բացի համարը ինչ տոնես մնացել։ No։ Իմ շատ սիրելի հետևորդի սերը փակատի։ Լարա ինչ ես անում ստեղ։ Ինչ ես անում ստեղ։ Ինչ ես մտածում։ Այդ պրեմիերայից մասին եմ մտածում։ Լավ ես անում։ Ճիշտ եմ ասում, նոր տեսոլովակից երկից պրեմիերան եղավ թե չէ, բայց մենք սառում ենք փողոցներում, նկարահանում ենք։ Էլա ես նայում եմ շատ լավ է, շնորհավոր։ Հա, մերս։ Հետևեք անպայման ու նայեք։ Ով որ չնայի, Ինչ։ մտքինս է։ Ասիբար։ Ինչես նայում, ասիբար։ Որտալի դու ես ախպեր։